Ողջույն։ Գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ուսումնասիրել են դարեր առաջ զոհաբերված 5 երեխաների մումիֆիկացված մասունքները։ Առաջին մինչ աչքի ընկնում պատկերներում գանգերն են։ Դրանց վրա հայտնաբերվել են վնասվածքների հետքեր, որոնք դժվար է պատահականության կամ ժամանակի վրա գցել։ Այս երեխաները մահացել են մոտ 500 տարի առաջ պերուական հրաբուխների գագաթին ու ինչպես պարզվում է ոչ բոլորն են այդ պահին առողջ եղել ու վստահաբար ոչ էլ նրանց մահն է եղել խաղաղ, ինչպես ենթադրվում էր նախկինում։ Ինկերի կայսրությունը նախակոլումբոսյան Ամերիկայի ամենահզոր պետություններից մեկն էր։ Նրա մշակույթում հատուկ տեղ էին զբաղեցնում զոհաբերությունները ու դրանցից ամենահայտնին կապակոչա ծեսն էր։ Կայսրության տարբեր անկյուններից երեխաներին եւ դեռահասներին բերում էին մայրաքաղաք Կուսկո, որտեղ կրմերը նրանց պատրաստում էին ապագա զոհաբերությանը։ Դրանից հետո սկսվում էր ոտքով երկար ճանապարհը դեպի սրբազան հրաբուխներ։ Այստեղ հսկայական բարձրության վրա թմրեցված երեխաներին զրկում էին կյանքից եւ թողնում աստվածներին նվիրված ընծաների հետ միասին։ Ծեսի առիթ կարող են ծառայել տարբեր իրադարձություններ՝ տիրակալի մահը, հաղթանակը պատերազմում կամ բնական աղետը։ Նոր հետազոտությունը նվիրված է 4 այդպիսի զոհի։ Վարշավայի հետազոտողների միջազգային խումբն ուսումնասիրել է երեխաների մումիֆիկացված մնացորդները, որոնք հայտնաբերվել են դեռ 1990-ական թվականներին Պերուի հարավում գտնվող Ամպատո եւ Սարա հրաբուխների վրա։ Ամպատոյի գագաթին հնագետները հայտնաբերել էին հռչակավոր Ամպատոյի կույսին դեռահաս աղջկա մումիա, ինչպես նաեւ եւս 3 երեխաների մասունքներ, որոնց թողել էին ավելի ցածր լեռան լանջին։ Այդ մարմիններից երկուսը տուժել էին կայծակի հարվածներից։ Սարա հրաբխի գագաթին հայտնաբերվել էին դեռահաս աղջկա եւս 1 մումիա։ Նոր հետազոտության համար գիտնականները ընտրել են 4 մարմին, բացառելով միայն կայծակի հարվածից խիստ վնասվածը։ Համակարգչային տոմոգրաֆիան թույլ է տվել պարզել զոհերի տարիքը։ 2 հրաբուխների գագաթներին զոհաբերված աղջիկները մահացել են մոտ 14 տարեկան հասակում։ Ամպատոյի լանջին սպանված մյուս 2 երեխաները ավելի փոքր են եղել, մոտավորապես 8 եւ 10 տարեկան։ Ամենատագնապալին նրանց գանգերի վիճակն է։ Հրաբուխների գագաթներից հայտնաբերված 2 դեռահասների մոտ հետազոտողները հայտնաբերել են գանգուղեղային լուրջ վնասվածքներ, որոնք էլ կարող էին մահվան պատճառ դառնալ։ Հնարավոր վնասվածքներ հայտնաբերվել են նաեւ ավելի փոքր երեխաների մոտ, թեև մումիֆիկացված մարմինների դեպքում ավելի դժվար է ճշգրտորեն որոշել, արդյոք նրանք կոտրվածքները ստացել են կենդանության օրոք, թե մահից հետո։ Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են հիվանդությունների առկայության նշաններ, ինչը հերքում է տարածված պատկերացումը, թե կապակոչայի համար ինկերն ընտրում էին բացառապես իդեալական առողջ երեխաների։ Մի երեխայի մոտ հայտնաբերվել է կերակրափողի պաթոլոգիա, ինչպես նաև կալցինատներ թոքերում, ինչը քրոնիկական հիվանդության նշան է։ Հետազոտողների ուշադրությունը գրավել է հատկապես Ամպատո 4 անվանումը ստացած մումիան։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ մահվանից որոշ ժամանակ անց մարմնի հետ կատարվել են լրացուցիչ մանիպուլյացիաներ։ Մումիայի ներսում որոշ ոսկորներ տեղաշարժվել են, մի մասը ընդհանրապես բացակայում է, իսկ կրծքավանդակում հայտնաբերվել են օտար առարկաներ, քարեր ու գործվածքի կտորներ։ Գիտնականների կարծիքով մարմինը կարող էր կարգի բերվել արդեն մահից հետո, նախքան այն վերջնականապես հրաբխի լանջին թողնելը։ Կապակոչա ծեսի համար զոհի արտաքին տեսքն ու պահպանվածությունը ունեին սկզբունքային նշանակություն։ Այս աշխատանքը նոր, հաճախ տագնապալի մանրամասներ է ավելացնում ինկերի կայսրության ամենադաժան ծեսերից մեկին եւ ցույց տալիս, որ նույնիսկ 5 դար անզոհաբերված երեխաների մումիաները դեռ պատմում են իրենց պատմությունը։ Այն ապրում է գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդու ուղեղում ու հաճախ մենք դրա մասին նույնիսկ չենք էլ կասկածում։ Խոսքը տոքսոպլազմա գոնդիի մասին է։ Միկրոսկոպիկ մակաբույծ, որը օրգանիզմ է թափանցում անբավարար ջերմային մշակման ենթարկված մսի կամ կատուների արտաթորանքի հետ շփման միջոցով։ Մարմնի մեջ մեկ անգամ հայտնվելով այն հասնում է նյարդային համակարգին, հաստատվում նեյրոնների մեջ, կազմավորում փոքրիկ ցիստեր եւ մնում այստեղ ամբողջ կյանքի ընթացքում։ Երկար ժամանակ գիտնականները համարում էին, որ այս ցիստերը պարզապես ապաստան են։ Մակաբույծը կարծես փակվում է նրանց ներսում, անշարժանում եւ տարիներ շարունակ ակտիվություն չի դրսեւորում։ Այդպիսի տարբերակը թվում էր տրամաբանական եւ գրեթե հանգստացնող, քնածը նշանակում է անվտանգ է, սակայն Riverside-ի կալիֆոռնիական համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ամբողջ այս ընթացքում մենք թերագնահատել էինք հակառակորդին։ Պարզվում է ցիստը քնելու համար նախատեսված բունկեր չէ, այլ ավելի շուտ կառավարման շտաբ, օգտագործելով առանձին բջիջների մակարդակով ՌՆԹ սեկվենավորումը, հետազոտողներն առաջին անգամ մանրամասն ուսումնասիրել են ցիստերի պարունակությունը ու հայտնաբերել են անսպասելի պատկեր։ Ներսում քնած մակաբույծների միասեռ զանգված չի, այլ տոքսոպլազմա գոնդի առնվազն 5 տարբեր ենթատիպ յուրաքանչյուրը կատարում է իր դերը։ Որոշները պատասխանատու են երկարաժամկետ գոյատևման համար, մյուսները նախապատրաստում են գաղութը տարածվելուն, երրորդներն արդեն իսկ գտնվում են բարձր պատրաստակամության վիճակում եւ ցանկացած պահի կարող են անցնել ակտիվ փուլի։ Սա փոխում է քրոնիկ տոքսոպլազմոզի մասին մեր պատկերացումները։ Խնդիրն այն է, որ ժամանակակից դեղամիջոցները գործում են մակաբույծի միայն ակտիվ ձևի վրա, որն ազատ տեղաշարժվում է օրգանիզմում։ Ցիստերը դեղերի համար գործնական
հիմնականում անհաղթահարելի են։ Գոյություն ունեցող ոչ մի դեղամիջոց ի վիճակի չէ դրանք ոչնչացնել, քանի դեռ մարդու իմունային համակարգը նորմալ աշխատում ու մակաբույծը վերահսկողության տակ է, սակայն եթե պաշտպանությունը թուլանա, հիվանդության, ուժեղ սթրեսի, իմունոդեպրեսանտների ընդունման կամ հղիության ընթացքում ցիստերի մի մասը կարող է արթնանալ։ Ու այդ ժամանակ հետևանքները կարող են շատ լուրջ լինել՝ ուղեղի բորբոքում, ցնցումներ, ճանաչողական խանգարումներ, տեսողության կորուստ, հատկապես վտանգավոր է հղիության ընթացքում առաջնային վարակը։ Պտղի իմունիտետը դեռ չի ձևավորվել ու մակաբույծը կարող է անդառնալի վնաս հասցնել նրա նյարդային համակարգի զարգացմանը։ Հենց դրա համար է նոր հայտնագործությունն այդքան կարևոր։ Գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ ցիստերի ներսում կա ֆունկցիոնալ բաժանում եւ վարակի ռեակտիվացումը գործարկում են մակաբույծի կոնկրետ ենթատիպեր։ Իսկ դա նշանակում է, որ հայտնվում է ապագա դեղամիջոցների իրական թիրախ, ոչ թե ուղղակի հարձակվել տոքսոպլազմա գոնդիի վրա, այլ նպատակային ներգործել հենց այն ձևերի վրա, որոնք պատասխանատու են վարակի արթնացման համար։ Այս շաբաթվա գիտնականն է մաթեմատիկոս Թոմաս Բայեսը։ Բայեսն այն մարդն է, ով գիտությանը սովորեցրեց ճիշտ կասկածել։ 18-րդ դարի անգլիացի հոգեվորականը թողել է միայն մի գաղափար, որ հավանականությունը կարելի է վերանայել նոր տվյալների հայտնվելու հետ մեկտեղ։ Այս մոտեցումը ստացավ Բայեսի թեորեմ անվանումը։ Հենց այս թեորեմն է, որ թույլ է տալիս ֆիլտրերին սպամը տարբերակել նամակներից, բժիշկներին ճշգրտել ախտորոշումը, իսկ նեյրոցանցերին սովորեցնել փորձի հիման վրա։ Բայեսը ցույց տվեց գիտելիքը մեկընդմիշտ ֆիքսված ճշմարտություն չէ, այլ անդադար թարմացվող ենթադրություն։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։